Ուրախ ենք այս արիթին համար, ուրախ եմ ձեզի հետ լալուս համար։ Գիտներեք, որ ճամփորդություններս շատ ուշ կգադարվին դեպի Հայաստան։ Հույսով որ կարենանք փոխել այդ իրականությունը։ Այսօր կուզեմ ձեզի հետ բաժնեկցիլ նույնը, որ դեր իմ սրտիս մեջ դրավ եւ անպայման պապակեցա ձեզի հետ բաժնեկցիլ համարցակ մտածելացև եւ հրճագում։ Երբ մենք կգարտանք Աստվածաշունչը եւ մենք կտեսնենք Աստվածաշունչին մեջ կատարված հրաշքները եւ կտեսնենք Աստծո մարդոց միջոցով կատարվածները եւ կնկատենք Աստված ինչ կնե, կամ կվերակրենք Աստծո եւ շատ անգամ կվերակրենք մարդոց, կսենք վաու, ինչ զորավոր Աստծո մարդ է եւ կամ կսենք Աստված այդ մարդուն միջոցով շատ փափաքեր է բարիկներն էլ, բայց ամենակարևորը կգործընծնենք, լավ է մարդիկ հարգենք, լավ է հիշենք Աստված ինչ կնե, բայց Աստծո հիմնական փափակը այն է, որ մենք կարենանք հիշել, թե Աստված մեր միջոցով ինչ կնե։ Եթե մենք միայն ուրիշին հետ եղած բարիկներուն մասին խոսենք, մեր նախանձը սխալ կաշխատի, մեր նախանձը մեր ինքնությունը չի շիներ, բայց մենք բոլորս ալ լեցուն վերքեր ունենք, լեցուն դգարություններ ունենք, լեցուն դժվարություններ ունենք եւ անոնց մեջ պետք ունենք հաջողություն արձանագրելու։ Հետևաբար հաջողություն արձանագրելու լավագույն ձևը այն է, որ Աստված մեզի ինչ կսե մեր ունեցած պայմաններուն մեջ հաղթություն արձանագրելու համար անոնց պետք է հրճակենք։ Եթե մենք նկատենք եւ ես շատ անգամ համարձակորեն մարդոց կսեմ, որ դուք ավելի կհրճակեք ձեր կյանքերուն վրա ժխտականը, ավելի կհրճակեք ձեր կյանքերուն վրա սատանան ինչ կուզե ընել ձեզի, կան հրճակեք այն, որ Աստված խաչին վրա մեռնալով տված է ձեզի։ Մարդիկ գազդվին իրենց առօրյայեն, մարդիկ գազդվին իրենց առօրյա կյանքի պայմաններեն եւ բեռնավորված անոնցմե, իրենց զգացումները բեռնավորված անոնցմե կսկսին ադիգա արտահայտվել։ Եվ ասիգա նույնիսկ ոչ հավատացյալին կյանքին մեջ առողջաբահանգան չէ։ Երբ աշխարհիկ խորհրդատուներով երթաս, աշխարհիկ խորհրդատուները քեզի գսեն, որ քու կյանքիդ վրա ժխտականը մի արտահայտեր, քու կյանքիդ վրա միշտ թրագանը արտահայտե։ Հիմա աշխարհիկ ցևը կդարբերի հոգևորեն, աշխարհիկ ցևը որ գտելատրե հրճագես թրագանը եսասիրությունը կկաչալերե, կմորցնե որ նաև թուն հոգևոր բարդականություն ունիս, հավատացյալները երբ հոգևոր բարդականությունը գնեն միաժամանակ պետք է որ թրագանը արտահայտեն ճիշտ ինչպես Աստված իրենց կյանքին համար խոսած է։ Եվ այսօր կուզեմ այդ մասին գարտալ հատվածը Աստվածաշունչեն, Գործ առաքելոց 3-րդ գլուխ 1-10 համարներում մեջ մենք կտեսնենք առաջին զորավոր փառավոր հրաշքը, որ Սուրբ Հոգին եկեղեցին հաստատել են երբ կբադահի Պետրոսի եւ Հովհաննեսի ցերկով։ Կսե օրը Պետրոս եւ Հովհաննես դաջար կմտնեին Գեսորի հետ ժամը 3-ի աղոթքին համար։ Իձնե գաղ մարդը, որ ամեն օր շալգած կբերեին եւ դաջարին քեղեցիկ կոչված դարբասին քով գտնեին, որբեսի դաջար մտնողներն ողորմություն խնդրե։ Այս դաջարը Դագավին վրաններու մեջ եղած ադենը, անաբադի մեջ եղած ադենը, շրջանի թակավորությունները ձունգի բերավ առանց անոնց դեմ պատերազմելու, միան Աստված իր ժողովրդին հետ քալած ադենը։ Այսինքն Աստված ցույց տվավ, որ ինքը իր ժողովրդի միջև ներկա է, եւ Դավիթի օրերուն դարածքը գրավեց, Սողոմոնի օրերուն դաջարը շինեց, եւ երբ դաջարի մեջ հանգչեցավ այդքան զորավոր էր գսե Աստծո փառքին ներկայությունը, որ քահանաները չգրցան հոնգենալ այդ ներկայութենեն դուրս փախան, այդքան զորավոր էր Աստծո փառքին ներկայությունը, բայց գտեսնես փոխված է ժամանակի ընթացքին, փոխանակ դաջարը լա դեղմը, որ Աստծո զորությունը կփխի, եղած է դեղմը, որ դժվարություն ունեցողները մուրացկանություն գնեն։ Կան ոգի հասկացավ։ Շատերուն համար հոգևորությունը մուրացկանություն է, շատերուն համար հոգևորությունը աղքատություն է, շատերուն համար հոգևորությունը խեղճություն է, շատերուն համար հոգևորությունը այս սխալ համոզումով երևույթն է։ Եվ ադիգա պետք է փոխել։ Այո, մենք պետք չէ սխալ հբարդելանք, պետք չէ ուրիշին վրա վերենքանք բռնադիրություն ունենք,
մենք պետք չէ աշխարհիկ երևույթներով փառքավաճումը ընդունենք, ապա միշտ Աստծո արդարությունը եւ սրբությունը նկատի ունենալով պետք է փառքավաճումը ընդունենք, բայց սա չի նշանակեր, որ որևէ ադեն փառքավաճումը պետք է բակաս ընդունենք մեր կյանքերեն ներս։ Երևակայեցեք Աստծո դաջարը, ուր Աստծո փառքին ներկայությունը գար թագավորներ ձունգի եկան միայն անոր անունին պատճառով դարձած է մուրացկանության դեղը գբերեին աղքատները հոն որբեսի անցնողներեն ուխտավորներեն թրամարնեն տեսեք ես գիշեմ 30 տարի առաջ մոտավորապես դեր ինձի սա բարիթով մի նոր դարձի եկած էի եւ գզա հոգեվորապես գաջեի սա նայ եթե թրամին յետևեն վազես նյութականին յետևեն վազես քեզ մի արակ է չես հասնիր իրեն բայց եթե նյութականը ոտքիդ տակ տնես յետևես վազես ամեն բեդ կյանքիդ մեջ պիտի հայթայթվի ես դերոջ երբ եկա 24 տարեկան էի եւ 24 տարեկանից երբ դիրոջ եկա գարաժ ունեի, ինքնաշարժ ունեի, կորձ ունեի, կյանք ունեի, հոգևոր կյանք անգամ չէի ճանչնար։ Եվ որ դիրոջ եկա ինձ համար դիրոջ հետ քալելը այնքան հարուստ էր, այնքան արժեքավոր էր, որ իմ ամբողջ ունեցածներս բաժնեցի, ոչ ձախեցի, բաժնեցի ինքնաշարժս, գարաժս, նույնիսկ հագուստներս։ Եվ 8 տարի դիրոջ հետ ապրեցա։ Այդ օրերուն ամեն մարդ ինձից ցկեց, լքեց ուղղակիորեն, միայն մայրս իմ կողքիս էր։ Հայրս անգամ լքեցիս այն ադեն, որովհետև դակավին հավատացյալ չէր, բայց ես որևէ մեկ տրամ չունեի, որևէ գոբեկ չունեի իմ քրվանիս մեջ, ես այդ օրվնե ի վեր օրմը փանիմը պետք չեմ ունեցած։ Եվ ոչ միայն ես պետք չեմ ունեցած, ամեն փանի, որ ցերնարգած եմ, անոր մեջ օրհնություն կդածեմ։ Ամեն ինչ, որ մարդիկ ոչ ասած են, ես հաջողություն կդածեմ մեջը, որովհետև Աստված իմ հետս է եւ ես նյութականը եւ աշխարհիկ մտածելացեը ոտքիս տակ կբահեմ, որբեսի իրեն ավելի մոդելամ։ Հետևաբար շատ կարեւոր է, որ մենք ճիշտ գիտակցությամբ շարժենք մեր հոգեբանությունը, մեր համոզումները գրոնական չլան, հաբա իրական Աստծո հետ մդերմիկ հարաբերության մեջ չլան։ Ես աշխարհը կդառնամ հավատացյալներու կհանդիպիմ, որոնք նույնիսկ կհարգեն, կսիրեն, աղոտ կպահանջեն, հրաշք կգնգալեն իրենց կյանքի մեջ, բայց դժբախտաբար կնկատեմ, իրենց մոտեցումը շատ անգամ գրոնական է։ Մտածելացևնին գրոնական է, թադողություննին գրոնական է, եւ գրոնականը ավելի դիրած է իրենց միտքին, զգացումներուն, քան Աստծո հետ մդերմության արդյունքը։ Բայց ես իսեմ սիրելիներ, գրոնականը շահ չունի, 0% շահ ունի։ Աստծո հետ մեր հարաբերությունը պետք է մդերմիկ հարաբերությունը լա, ամեն օր հարաբերություն պիտի լա։ Դեր Հիսուսը ասավ դուք այլևս ծառաչեք հայր մեր աղոթեցեք։ Միսեք դեր քու ծառատ, հաբա հայր մեր, որ երկինքն ես, թող սրբապանվի քո անունը։ Հետևաբար մեր ինքնությունը փոխեց եւ գագնգալ է, որ մեր մոդեցումը այդպես լա։ Հետևաբար ես կթելադրեմ, որ այդ դիդակտիկությամբ նայենք ինչպես մտերմությունն է, քրիստոնեությունը գրոն չէ։ Սխալ է ան որ գրոն կգոչե, դեղը գրոն չէ գոչված։ Հիսուս խաչին վրա չմերավ գրոնական բարդականություն մնելու։ Մերավ սիրելուն համար։ Մերավ որբեսի այդ կյանքը, որ ատամ մեղքով գործընծուց, վերստին մեզի շնորհե կյանքի համար, կյանքի վրա, շնորհքի վրա։ Հետևաբար Աստծո դաջարը դարձած էր մուրացկանության դեղը, որ Քրիստոսով մեր առօրյային մեջ այսօր պետք չէ նույնը, լավ, որովհետև այլևս դաջարը չկա քարե։ Քարե դաջարները փամը չեն ներ, այլևս կսե Սուրբ Գիրքը մենք ենք դաջարը Սուրբ Հոգին։ Մեր մեջ կփնակի։ Եթե մենք հավաքվենք, եկեղեցի կգազմենք։ Եթե մենք հավաքվենք, Աստծո ներկայության զորությունը կերևի մեր կյանքերուն մեջ։ Հետևաբար շատ կարևոր է, շատ քեղեցիկ է, որ մենք ճանչնանք, մենք ով ենք։ Երբ ես եւ դու միասին հավաքվենք, եկեղեցի կգազմենք։ Ես ավելի կնախընտրեմ ասել գերտամ հիմա եկեղեցին գազմելու, Կիրակի օր երբ եկեղեցի դերտամ, քան ասելու ես եկեղեցի գերտամ։ Որովհետև եթե ես չկամ, այդ օրը բագասություն կա եկեղեցին ամբողջության մեջ։ Երևակայեցեք իմ մարմինս փչիչներով կազմված է, քո մարմինդ փչիչներով կազմված է։ Եվ եթե այդ մեկ փչիչը հանեմ դեղեն, եղածին պես հանեմ, երևակայեցեք ինչ կլա։
ինչքան ցավ պիտի լա, ինչքան վնաս է այդ մարմինին, ինչքան փոքր է այդ փչիչը, բայց վնասը պիտի լա։ Հետևաբար, երբ ես կմիանամ եկեղեցին, ես եկեղեցին կգազմեմ։ Այդ մտայնությունը գուզեմ, որ մտքիդ մեջը փորակրես, ավելի քան ես եկեղեցի գերտամ գարձես դեղի մի հետ կապված է, ես գերտամ գազմելու համար։ Ասիկա ինքնության արտահայտություն է, եկեղեցի գերտամ ենթագայության արտահայտություն է։ Լավ է ենթագայությունը, բայց իմ ինքնությունս չեմ թարգվիր որևէ մեկ բանի։ Ամեն բան է վեր է։ Հետևաբար կտեսնենք Թարբասին, գեղեցիկ կոչված Թարբասին թուրին արջև գտնեին, որովհետեւ մարդիկ երբ մտնեն ելեն անոր թրամ դան։ Ինչու՞, որովհետև մարդիկ անհույս էին։ Իձնե գաղ, ուրիշ ջար չունի, ուրիշ հնար չունի ապրելու։ Անոր համար մուրացկանության վարժեցուցած էին։ Մարդը միջոց չուներ ուրիշ ցևով ապրելու։ Պետք ուներ օգնականներու, որ իրեն շալգեին։ Բայց երկինքի թագավորությունը ինչքան էլ մարդը գսիրե, բայց այդ ցև չի մտածեր եւ չընդունիր այդ ցև մտածելակերպը։ Հետևաբար երբ գսե դեսավ Պետրոսն ու Հովհաննեսը երկուքը որ ներս կմտնեն, որոնք դաջար կմտնեին, աղաչեց, որ ողորմություն տան։ Գաղաչեր, որ ողորմություն տար։ Եթե Պետրոսը եւ Հովհաննեսը գարենային լսել մարդուն աղաչանքը եւ ողորմություն տային, Կումարմը, որ այդ օրվան համար իրեն օգուտ մը պիտի էներ, շատ բան պիտի չփոխեին մարդուն ինքնության մեջ։ Բարձորեն պիտի քաչալերեին մարդուն աղքատությունը, օգնելը սխալ չէ, բայց իրենց գոչումը ադիգա չէր։ Իրենց գոչումը Աստծո իրական թագավորությունը հայտնելն էր։ Հետևաբար դարբերեցավ ուրիշ մտածելակերպները եւ բարձորեն նկատեցինք, որ իրենց մոտեցումը թագավորությունը ներկայացնող մոտեցում էր եւ գաղաչեր, որ ողորմություն տան։ Պետրոս եւ Հովհաննես անոր նայեցան։ Պետրոսը սավ անոր, մեզի նայե։ Մեզի նայեն գետրոնացած է, մեզի նայե լավ մդիգրե, նպատակը հասկացիր, միտքը հասկացիր, որովհետև մերը սելիկը քո ակնկալությանը համաձայն պիտի չլա, մերը սելիկը հավիդյան քո օգուտիդ համար պիտի լա։ Այնինչ որ թուն մեզ մեկ ուզես, իբրև մարդիկ որ թուն դեսար, ինչպես ամեն մարդ եք ուզես, մենք անոր փոխարեն քեզի ուրիշ բան ունենք տալու, մենք թուրսեն սովորական մարդիկ ենք, բայց գոչումը, որ մեր սրտի մեջ շալգած ենք, հավիդենական է։ Մենք չենք ուզեր բավարարվել քեզի ողորմություն տալով, հապա մեր սրտի մեջ բայթող դինամիտ ունենք եւ գուզենք ադիգա քեզի դալ։ Մեր նպատակը քեզի դալ է այն, որով մենք կաբրինք եւ կշարժինք։ Անիկա արաքյալներուն կողմը դարձավ, անոնց մե փամը առնելու ակնկալությամբ, անշուշտ սկիզբը չհասկացավ լավ։ Պետրոսը ասավ, արձատ կամ ոսկի չունիմ։ Չունիմ։ Բայց ինչ որ ունին գուդամ քեզի։ Ինձ համար ասիկա շատ ավելի բարձր է։ Շատ անգամ մարդոց երբ խոսիս եւ ողորմություն խնդրող, օգնություն խնդրող մեկումը ասես, որ արձատ եւ ոսկի չունին, բայց ինչ որ ունին քեզի գուդամ դիմացինը դերևս սկա է ինչ հիմա ինձի գրոնական բան գծախես։ Բայց Պետրոսի այս արտահայտությունը սովորական արտահայտությունը չէր։ Պետրոսի այս արտահայտությունը իր փոխված Պետրոսի արտահայտությունն էր։ Պետրոս կասկածոտ մարդ էր, Պետրոս մեղավոր մարդ էր, Պետրոս իր շրթներով ըսավ դիրոջ հերուքը նա ինձ մե, ես մեղավոր մարդ եմ, Պետրոս ինքը ամենուն դիմաց ըսավ, որ եթե բոլորը քեզի ցկեն, ես քեզի չեմ ցկեր, բայց ուրացավ 3 անգամ։ Պետրոս դգարություն ուներ, հուսահատություն ուներ, փարգություն ուներ եւ այլն։ Եվ այս բոլորին մեջը ինքը դգար էր, իր ինքնությունը եւ իր հոգեբանությունը նույնիսկ բամը երբ ուզեր, դակավին դգար էր, անկարող էր։ Բայց այս արտահայտությունը ըրածադենը ինքը հասկացած էր, որ ինքը այլևս մեղավոր չէ։ Հասկացած էր, որ ինքը ներված է Հիսուսով։
հասկացած էր, որ ինքը վերագանքնած է Հիսուսը ուրանալու այդ քեշ կորձեն արարքեն։ Ինք հասկացած էր, որ ինքը նոր մարդ է։ Ինք հասկացած էր, որ ինք ընդրված է։ Ինք հասկացած էր, որ ինք հանձնարարություն ունի։ Ինք հասկացած էր, որ Աստված իրեն ղրգած է։ Պետրոսի մտքի մեջ այս հետևյալ համոզումը կար. Գարիքավոր Հիսուսի անունը օրենս եմ։ Պետրոսի մտքի մեջ այս բատգերը եկած էր իր նորոգված ինքնության համաձայն։ Գարիքավորը առավել Հիսուսին անունը հավասար է Աստծո փառք բերել։ Հետևաբար, երբ ինքը կտեսներ գարիքավորը, սրտագից կլար, ոչ ցավագից։ Այսօր երբ կտեսնենք շատ անգամ մարդիկ, որ կտեսնեն ուրիշ մարդիկ կամ կլսեն իրենց դժվարությունները, գմորնան, որ սրտագից պետք է լան, անոնց հետ կնստին, անոնց հետ գուլան, անոնց հետ հուսահատություն գուտեն։ Ոչ, իմ ինքնությունս գմերջա դիգա, ես գրնամ սրտագից լալ, բայց չեմ գնար ցավագից լալ։ Ես ցավագից եղողը գճանչնամ անունը Հիսուս է, խաչին վրա իր անձը դվավ, որբեսի բոլոր մարդոց փրկությունը լա։ Ես գրնամ սրտագից լալ քրիստոնեական հարազատ մոդիկությունս, բարդականությունս ընել, բայց ես ցավագից չեմ լար, որովհետև ես ցավագից լամ, իմ հոգեգանս, հոգեբանությունս ցավագիցի հոգեբանությամբ մոդեցնեմ, ես այդ մարդուն հետ գմտնեմ դժվարության դագը եւ չեմ գրնար ունենալ հույսը, ուժը ինքնության, որբեսի թեմ խոսիմ։ Պետրոս Արաքյալ, որ այս մարդուն հետ կխոսեր, այլևս ինքը հին Պետրոսը չէր։ Քովինիտ դարձիր եւ արծուր, տուն հինն ես, թե տուն նորն ես հիմա։ Տուն Քրիստոսով հին մարդն ես, թե նոր մարդն ես։ Քու մտածելակերպդ, մտածելացևդ, քու հոգեբանությունդ, քու զգացումներդ, դժվարության դիմաց, հիվանդության դիմաց, այս կամ այն բանին դիմաց, քու մոտեցումդ ինչպես է։ Հին անձին համաձայն, ես մեղավոր եմ, Տերը հիմա ինձ պիտի չի տա, ոչ թե ես ղրկված եմ, հանձնարարություն ունիմ, ներված եմ, Տերը ինձ իշխանություն տված է։ Մենք կգարտանք իշխանություն տված է, կսենք Աստվածաշունչին մեջ են, Տեր իշխանություն տվավ եւ ղրգեց որբեսի թևերը հանեն, հիվանդները բժշկեն, եւ ամիջապես մեր միտքը գսե բայց ադոր ադիգաթուն չես։ Եվ մեր իշխանությունը ինչ կլա, գբզդիկնա։ Կանանք ունեցեր այդ փորձառությունը, բայց ես չեմ ադիգա Պետրոսն էր, ադիգա Քևորգն էր, ադիգա Սաքոն էր, ադիգա Գարոն էր, ադիգա ասինչն էր, չէ։ Ամիջապես ամեն այո եմ բացի քեզ մե մի անտուն ոչ ես։ Աստծային ուրդեն է, երկու օքի աստծայինը գնտունի քեզիկա։ Քու դգար ինքնությունդ եւ սատանան։ Անոնց մեզ ադուրիշ դեղեմ աստծայինը չի կար քեզի։ Հիսուս խաչին վրա չմերավ, որ նոր որոշում առնե, որ դու արժանի ես կամ ոչ։ Խաչին վրա մերավ, որ դու այլևս ապրիս նոր ինքնությունը։ Ես եկա կյանք տալու եւ կյանքի վրա կյանք, շնորհք տալու շնորհքի վրա շնորհք եւ ոչ թե քեզ մեզ շնորհք կողնալու։ Ամեն։ Դեպաբար Պետրոս Արաքյալ ինքը նոր անձ էր, նոր մարդ էր եւ ինքը շարունակ գհսկեր, որ իր արտահայտությունները նոր ինքնության համաձայն են լա։ Սա կնշանակի է օդար միտ կար գմերժեր եւ իսկ կնագսեր։ Եվ օդար խորհուրդներ կար գմերժեր, եւ օդար խորհուրդներ կար, ինքը օդար խորհուրդներուն համար գսեր, ես ներված եմ, ես նոր անձ եմ, ես նոր ինքնություն ունիմ Քրիստոսով, շարունակ հիշե կյանքիդ մեջ տուն ով ես Քրիստոսով, եթե ցայները գշատնան, տուն հիշե ով ես Քրիստոսով, միորդոներ օդար ցայները դիրեն, դժվարություն, հիվանդություն, նեղություն, պայմաններ, աշխարհը լեցուն է դակավին պիտի լա, հալելույա։ Այլապես ինչպես ցույց միտան, որ Հիսուսը ճշմարիտն է։ Աշխարհը չի գնար ուրիշ բան արտադրել։ Աշխարհին գործն է ատամի մեղքի մտնելեն հետ, խռովություն, դժվարություն, բادرազներ եւ ամեն տեսակ նեղություններ բերել։ Ուրիշ միջոց չունի աշխարհը։
Բայց աշխարհի մեջ Հիսուսով կգտնվի եկեղեցիմը ես եւ տուն, որ գրնան դարբերը հրճակել, որովհետեւ դարբերը մեր մեջ միան կխոսի։ Կնա աշխարհային բոլոր դեղերում մեջ չես լսեր։ Կդիր հոգևոր աշխարհի որևէ ծայրի մեջ կնկատես, որ իր սածը երկինքի փափակի եւ գամքն է։ Հետևաբար սկացումներդ մի արդոներ, որ օդարս են միշտ գրկնե եւ հիշե։ Գիտես քո ուղեղդ երբ նոր բաներ կհրճակես, ուղեղիդ մեջ մտածելացևդ կսկսի նորին համացայն լալ։ Անցյալին երբ Պարգանայի ամիջավես գահայոյեի, աշխարհիկ էի։ Նույնիսկ պատճառ չեղած գուզեի պարգանալ, զարմանալի է, լավ էր, հաճույք կսկայի պարգանալեն։ Կանե օքի ունեցեր այդ մեկը, կսկաս որ օ ինչ լավ էր, մեկ հատ պարգացա, հիմա ես ինձի զորավոր սկացի, հիմա ես ինձի այսպես սկացի, կարևոր չէ դիմացինին ինչ եղավ, կարևորը ես ինչ սկացի, ինչպես լավ է։ Դիրոջ կալեն ետ մեկը չսավ ինձի աստված չուզեր հայոյելը, թեր սուրբ գիրք չէի գարտացած, սկացի կյանքիս մեջ լեզուս սսպվեցավ, ախորժակ չունիմ, պապակ չունիմ հայոյելու, կեշալ չսկացի, պերալ չսկացի, ավելի լավը սկացի հետս հետ է, սկացի որ չի հայոյելը ինձի օգնեց, նաև թիմացինին ան օգնեց, բայց առաջ ինձի օգնեց, իմ միտքս նորոգվեցավ հետս հետ է, և այլևս միտքիս մեջի գաբերը խորհուրդներս արտահայտելու մեջ թրական եղան, ճիշտ այդպես, նաև Աստծո հետ քալելն է, երբ դիրոջ հետ քալես չկա բանը, որ ասե, ես զորավոր եմ, դակավին չեմ անցնեիր, չկա այդպես բան։ Հռոմեացիս 8:9 կսե բոլոր անոնք, որոնք Սուրբ Հոգիով լեցված են, այլևս իրենց գամքին համաձայն չեն խոսիր, հապա Սուրբ Հոգին գամեցած ցևով։ Անոր կամեցած ցևը հայդարար է հրճակի առօրյայի մեջ։ Արդուել փարլուշս է դիրոջ։ Այսօր փարի օր պիտի ունենամ ասե դեր։ Այսօր անունդ պիտի փարավորեմ ասե իմ օրվանս ընթացքին։ Այսօր պիտի գտնեմ մեկը, որ գարիք ունի եւ քո անունով պիտի օրհնեմ իրեն, կարծես ես քեզի կօրհնեմ։ Փարչեցուրտում քեզի քրիստոնեական ապրիլ։ Արդու մի ելներ գարձելով, որ սուրջը քեզի պիտի հանգստացնե, ձխախոդը քեզի պիտի հանգստացնե, մեգումը եթե պարգանաս, դա իր մուտս տեղը չէ հիմա նոր արդնցեր եմ, ինչ արջևս ելա, աս պաներով մի դարվիր, ասոնք ժխտական են, ել արդու ուրախ, ասիկա ինձ մե ոչ թե չի թիմանար որ մեքենան։ Երբ արդու ել ես ուրախ ել, Փարլույսս է դիրոջ, հալելույա դեր, այսօր մենք մի արշավենք տևի աշխար, նոր սիրդերու տպչինք, գարիքավոր մը կդիր, օրվան ընթացքին օգնե իրեն, և ասե դեր ես իրեն օգնեցի, որովհետև քեզի օգնած մեկ կելլամ, իրեն մեջ քեզի դեսա, նոր համար օգնեցի, հիվանդ մը դեսնես, ել իրեն աղոթե, ասե Հիսուս կսիրե քեզ, Հիսուս իր կյանքի երկրավոր առաքելության ընթացքին միշտ հոգնած ադենը, անոթի եղած ադենը, դժվարության ադենը, ցերպակալված ադենը, խաչին վրա եղած ադենը, չկա տեղը, որ մեր գարիք ուներ եւ ինքը ոչ ասավ, հիմա քիչ մը շատ ցավ ունիմ, հիմա մուդս ավրված է, արիտովը կսե իր հոգին մահվան չափ դրդում էր, հոր արջև գաղոթեր, աղոթած ադենը իր քրդինքի գաթիլներուն հետ արյան գաթիլներ գիչնեին, այսինքն մարմինը ներսեն, երակները ներսեն կքայքայվեին։ Երեք անգամ աղոթքեն ոտքի ելավ, աշակերտներուն կով քնած, աշակերտներուն ասելու արթուն մնացեք, աղոթեցեք, որպեսի փորձության մեջ չինակ։ Երեք անգամ հոր արջև գեցած է, հոր հետ կխոսի, հանգարց մեկը գարձես իրենս աշակերտները քնացած են քնա արթնցուր, ոտքի գել է այդ վիճակի մեջ հոգին դրդում է մահվան չափ, այսին անգե ավելի դեպրեսիա չկա ավելի խորունգ, անգե ավելի ջնշում չկա ավելի խորունգ, չկա, հələ թեղերը չեն օգներ, բայց ինք այդ բոլորին թեմ գտնե հոր գամքին բռնված, սկզբունքին բռնված, օձյալի ինքնության բռնված,
աշակերտներուն քով գերտա։ Ես դիրոջ հարցուցի ձոմաբավության ընթացքին սիդեր ինչ կաղոթեիր այդ ժամերուն մեջ որ կաղոթեիր։ Հետո հարցուցի դիրոջ դեր ինչն էր որ քեզ մղեց որ աշակերտներ դու քով կացիր 3 անգամ այդ վիճակիդ մեջ մենք եթե նստած ենք քիչ մողոքնած ենք դեղերնես չենք շարժիլ աղոտ չենք գներ ինչ գիտնամ ինչեր գնենք 3 անգամ այդ վիճակիդ մեջ Սի մեկ ու մադը բادرվին է մեկ շաբաթ կորձի չեր թար Քրդինքին այդ արյան գաթիլներ գողոսեր երբ ինքը գաղոթեր Գրնակ երևագայել պատգերը գելներ և աշագերտներուն կով գերտար ինչու համար սելու համար որ աղոթեցեք որ փորձության մեջ չինակ Չգար դեղմը ժամանակը որ բարական և բայմանը ազդեց իր վրա որովհետև ինք գիտեր և գսորվեցներ մեզի որ իր ինքնությունը չազդվիր բայմաններեն փացի եթե ինքը արդոն է փացի և թուն արդոնես ամեն անգամ որ թուն գարդոնես կաղապարմը միտքմը զգացումը մոդենա քեզի գրկնես քու շրտներովդ թունես որ գարդոնես իրեն այլապես ինքը չունի կարողությունը և ուժը քու ինքնությունդ փոխելու անհբելի է քու ինքնությունդ սատանային և բոլոր ժխտականներուն անհբելի այսպես կպրնե բարավ է չի գնալ պրնել անհբելի է հետևաբար ինքնությանպդ շարժե ինքնությանպդ արտահայտվե ինքնությանպդ ապրե օրը տիրոջմովը սկսե աղոթե մարդոց բայց ինչ որ ունիմ գուդամ քեզի Պետրոսին համար Հիսուսը իր սրդին մեջ լալը ավելի նյութական էր քան այդ արձատն ու ոսկին Գիտեք չէ Պետրոս և առաքյալները գրնային այդ աղքատի նսել նայ եգուր ամբողջ դարձի եկող ժողովուրդը իր ոսկեղենները իր տրամները մեզի բերավ մենք ունենք աղքատներուն բաժնելու դրամ չէ գիտեք գործարակելոցի մեջ եզի գոքնենք եւ աշխատեին իր վրա որ հավատքի բերեն իրեն այդպես չրավ սա ինչ որ ունիմ իմ մեջը սադիգա գոդամ Պետրոսի մեջ ավելի ողջ էր իր ինքնության արտահայտությունը քան այդ ոսկին ու արծաթը եւ ապկե իդ կսավ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ել և քալե ան որուն համար իր կյանքը գաբրի ան որուն այլևս չի գրնար տեսնել բացի իր սրդի մեջ իրեն բահած է ատիկա դուրս հանեց սավ ահա այդ քանցը գիտեք ես առաջին անգամ երբ հավատքի եկա հավատացյալ մը չէի Ամբողջ կյանքս երկու անգամ եկեղեցի կացած էի, մեկ անգամ բսակի ադալ և մեկ անգամ գիտեմ ետևը նստած էի, բարեկամս էր բսակվողը, որ անգը խնդայինք։ Հասեր մեր կործը հավատքի կալեն առաջ։ Նույնիսկ հավատքի բաները չէի գիտեր, որ հավատքի թեմը լայի, ադեր մեր կյանքը։ Եվ առաջին հանդիպումը որ ունեցա անգողինիս վրա երգնցած էի եւ այսպես բադուանեն լույսը մտավ մեջս անցավ եւ ասավ քեզի մեծ քանց պիտան որը սկիզբ չունի եւ վերջ չունի ես ասի Աստված բարի է ինչու ինձի քանց պիտի դա ուրեմն աղքատներուն շենքեր գշինեմ թողաբրին ես ինձի ալ գարաժը գշինեմ հանկիստ կյանք մը գաբրիմ ես մեքենիսիեն էի այնադեն բայց զգացումը գարի մեջս շատ սուրբ էր, շատ զորավոր էր, շատ մաքուր էր։ Իմ ամբողջ կյանքիս զգացումներն շատ ավելի վեր հորիզոնը ներբացվեցավ։ Գիտեք այդ զգացումին ինչերի ես։ Բանդարգեցի։ Ինչերի։
իրեն համար փանթ մշինեցի, չլա փախչի, շատ քեղեցիկ զգացում էր, չէ ուզեր փախցնել, փանդարգեցի իրեն, բռնեցի իրեն, եւ իմ ամբողջ կյանքը սադոր վրա հիմնվեցավ, երբ աղոտ կնեի ամեն օր, աղոտքիս ժամերը գավելնային, 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ, մինչև 7 ժամ օրական գաղոթեի ծունգի վրա։ Եվ ամեն ինչը սկսա, որովհետև այդ զգացումը փանդարգեցի, եւ այդ զգացումով իմ հոգևոր կյանքը շինեցի, ու ոչ թե բոլոր մույս միտքերը, չկնար երևակայել եթե պատմեմ ինչքան խնդիրներ ունեցած եմ կյանքիս մեջ, դժվարություն, հալածանք, այդ փանդարգած զգացումով, որ Աստծո հետ հանդիպումն էր, որ գուզեի մշակել, գուզեի զարգացնել, անիկա իմ հաղթությունը սերը սկիզբն է, մինչև այսօր եւ մինչև վերջին օրս ալ նույնը պիտի մնա, որովհետեւ անգե ավելի բան չկա, որ ադոր երթամ։ Պետրոս Արաքյալ իրեն ասավ, Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, ոտքի էլ եւ քալե։ Պետրոս Արաքյալ երբ այս մեկը ասավ սիրելիս, հաղթած էր իր մտքի մեջ այդ խաղապարին, հաղթած էր իր մտքի մեջ այդ խաղապարին, հաբա եթե չեղավ, հաղթած էր, ինչ տրած էր փոխարեն, դերը խոստացավ, դերը հավատարիմ է, իր անունը սուրբ է, տեսակ տարբերությունը, մենք որ մեկով կծարայենք, կասկածներով, միտքերով, տեսեք իմ ինքնությունս չի գրնար աշխատիլ, եթե ես ժխտական, կասկածոտ, վախի, արդայդություններով զինեմ մարզեմ ինքս։ Պետք է հրաժարիմ անոնց է, պետք է ետ մղեմ ադոնք բոլորը։ Եվ անգե ետ կսե իր վստահության շարունակությունը անոր աչ ծերքեմ բռնեց, բռնելով ոտքի հանեց, եւ ահա գաղին սրունքներուն ու ոտքերուն վրա ուժ եկավ։ Տեսեք գործողությունը իմ գետրոնացումս բժշկության մեջ Աստծո շարժիլը ցուցնել է, երբ ինք ծերքը բռնեց եւ ոտքի հանեց, սրունքներուն վրա ուժ եկավ։ Իր թրագան վստահության հավատքի շարժումին հետ հրաշքը գադարվեցավ։ Գուզեմ գիտնակ սիրելիներ եւ ադոր հիման վրա մարզվիկ, Պետրոսի հետ, Պողոսի հետ, Մույսին հետ, ինձի հետ, բոլոր անոնց հետ, որ գբադային հրաշքները։ Չբադահեցան, որովհետեւ ինք Պետրոսն էր։ Գբադահին, որովհետև Աստծո հանդեպ, Աստծո անելիքին հանդեպ վստահություն կա։ Եվ այդ վստահությամբ շարունակելը, մարզվելը մեր բոլորին պետք է։ Մեզ մեկը չէ ասած, հոն ուրվաղը պիտի հասնի։ Ոչ ոք, մինչև մեր կյանքին վերջը, մենք պիտի աճենք հոգևորապես։ Եվ ադիգա լավ է, ադիգա մեզի կենդանիներեն եւ ռոբոտներեն գդարբերե, գրնանք մենք վաղ ավելի լավ լալ, գրնանք մենք վաղ ավելի լավ որոշում առնել, գրնանք մենք վաղ ավելի լավ բանել, ունենք հնարավորություն, Պողոս Արաքյալ գսե մենք շատ են քիչը գիտենք, շատ են քիչը կմարգարեյանանք, մինչև դիրոջ հանդիպինք։ Հետևաբար Պետրոս երբ բռնեց անոր ցերքեն, վստահություն արտահայտեց, պիտի ելնեսսավ, գդրեց, մերժեց, թրջեց կասկածը, վախը, եթե կյանքիդ մեջ քեզ մղողը վախն է, կասկածն է դակավին, կյանքիդ մեջ հրաշք դեսած ըլլալովը հանդերձ, դերոջ հետ մդերմությունը չինե, քո համոզումները չտկե, քո մտածելակերպդ փոխե, ամեն օր խնդրես Սուրբ Հոգիեն, դեր ես կուզեմ այս բարերուն մարդը ըլլալ, ես չեմ ուզում միայն գարթալ այս համարները, չէ դրված որ ես գարթամ, չէ դրված որ ես քոց սորվիմ, անկիր սորվիմ, դրված է որ ես ըլլամ ասոնք, ով որ ինձի կհավատա,
ինչ որ իմ անունովս խնդրե, պիտի դրվի անոր։ Ինձի համար սեր է։ Ես կտեսնեմ հավատացյալներ, որ շատ համարձակ են գսե, դեր ես սերը, ես խնդրեցի չդվավ։ Շատ համարձակ է։ Չսեր, արդյոք իմ հավատքս պետք է մարզեմ, արդյոք իմ զգացումներս պետք է մարզեմ, ամիջապես Հիսուսի վրա գնեդ, Աստծո վրա գնեդ եք ասկածը։ Ես օրը չտեսա, որ Աստված ետ քաշվեցավ իր խոստումներն, բայց ես տեսա ինչքան շատ ես ետ քաշվեցա պետքերը անել են։ Գամա եւ ագամա։ Հետևաբար սիրելիներ, գսե այդ մարդը ոտքի ելավ, դեղեն վերցատկեց, սկսավ քալել եւ անոնց հետ դաջար մտավ։ Գքալեր, գվազվզեր եւ զաստված գործներ եւ ամբողջ ժողովուրդը դեր օրհնելու սկսավ։ Ամբողջ ժողովուրդը սկսավ զաստված կովել իր կատարած գործին համար։ Տեսեք, հավատքի քայլը, նորոգված մարդու գործը, երկինքի թակավորությունը ներկայացնող աշխատանքը, ինչպես փառք բերավ Աստծո։ Հետևաբար գարիկ առավել Հիսուսի անուն հավասար է Աստծո փառք։ Ամեն, հալելույա, եկեք ոտքի գնանք միասին։